Լեգենդար հայդուկապետ աղբյուր Սերոփը, Սերոփ Վարդանյան, ծնվել է 1864 թվականին Արևմտյան Հայաստանի Բաղեշի նահանգի Խլատ գավառի Սողորդ գյուղում։ Համբավավոր Խչենց տոհմում, 4 որդիներից կրտսերն էր։ 17 տարեկանում ամուսնացել է Սոսեի հետ։ Երիտասարդ հասակից վարժվել է զենքի, բնատուր որսորդ էր։ Քուրդ ավազակի պատուհասելուց հետո 1891 թվականին անցել է պոլիս, ապա Ռումինիա, ընդունվել է ՀՅԴ կուսակցության շարքերը եւ հրայր դժոխքի ազդեցությամբ ընդգրկվել հայդուկական շարժման մեջ։ 1893 թվականի վերջին մեկնել է Թիֆլիս, ծանոթացել Քրիստափորի եւ Ռոստոմի հետ։ Նրանց խորհրդով եւ օգնությամբ 1894 թվականի սկզբին վերադարձել Խլատ։ 1895 թվականին 27 հոգանոց խմբով կազմակերպել է Խլատի գավառի հայության ինքնապաշտպանությունը, հատկապես աչքի ընկել ծննդավայրի կռվում։ Նրա խմբում էին անվանի ֆիդայիններ Բալաբեղ Կարապետը, Բիթլիսցի Մուշեղը, Արյուծ Ավակը, Զուլամաթը, Ճարտարը, Առաքելը։ Սերոփի մոտ են հայդուկային առաջին մկրտությունը ստացել Անդրանիկը եւ Գևորգ Չավուշը։ 1896 թվականին Սերոփը կազմակերպել է նոր խմբեր, զենք հայթայթել Կովկասից։ 1897 թվականին նրան մեծապես օգնել է Գուրգենն իր խմբով։ Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թվականի հոկտեմբերի 20-ին Սերոփի խմբի կռիվը Բիթլիսից ոչ հեռու, Բաբշեն գյուղի մոտ։ Մարտը տևել է մինչև ուշ երեկո։ 17 հոգանոց ֆիդայական ջոկատը հերոսաբար հաղթել է թշնամու մի քանի հազարանոց կանոնավոր զորքի։ Թուրքերը ճարահատյալ հայ ֆիդայիններից առաջինը Սերոփին անվանեցին Փաշա։ Թուրքական իշխանությունները չհամարձակվելով առճակատ փորձել գերեվարելու Սերոփին, նրան թունավորեցին Գեղաշենի հայրենադավ գյուղապետ Ավեի միջոցով։ 1899 թվականի նոյեմբերի 1-ին Խալիլի թուրք-քրդական 2000 հոգանոց ռուսակախումբը արշավում է Գելիեգուզան, ուր ապաստանել էր Սերոփը 12 ֆիդայիններով ու ընտանիքով։ Անդոկ լեռան անհավասար կռվում նահատակվում են Սերոփը, որդին Հակոբը, եղբայրները Մխեն եւ Զաքարը, 4 ֆիդայի։ Խալիլը կտրում է հերոսի գլուխը եւ գերեվարում գրեթե անկենթան Սոսեին, ում նետում են Բաղեշի բանդ։ Սերոփի գլուխն ամփոփվել է Բաղեշի Կարմրակ եկեղեցու բակում Մարգար վարժապետի կողքին, մարմինը Գելիեգուզանում։ 1900 թվականի ապրիլին Գևորգ Չավուշը ոչնչացնում է Դավաճան Ավեին, իսկ նոյեմբերին Անդրանիկի առաջնորդությամբ 25 հայդուկներ ոչնչացնում են Խալիլի հերոսակախումբը եւ կտրում նրա գլուխը։ Դյուցազնուի Սոսե մայրիկը վախճանվեց 1953 թվականին Ալեքսանդրիայում, 1998 թվականին աջուն ամփոփվեց Եռաբլուրում։ Սերոփին են զոնված գլուխդ Բաղեշ, մարմինդ Մուշ եւ Աշուխ Վարատի ով որ քաջ է երգերը։ Ժողովուրդը նրան անվանել է աղբյուր, այսինքն կյանք պարգևող։ Քաջագործությունների համար կոչվում